Շնորհակալություն, պարոն Սարգսյան, երկու հարց ունեմ։ Առաջինը, պարոն Մանուկյանի տված հարցը ինչով է տարբերվում 21 թվականի ձեր օրենքի նախագիծը սրանից, եթե ճիշտ հասկացանք ձեր բացատրելուց, որ այն փոքրիկ կոպիտ ասած սողանցքը, որ օգտագործում էին եւ 2.5 միլիոն դրամ էին վճարում, հիմա դառնում է 15 միլիոն, եթե չպետք է ծառայեն, եւ երկրորդ հարցը, այդ միջակայքում դուք ասացիք 4394 հոգի ունենք, 18-ից 27 տարեկան, որոնք չեն ծառայել, եթե այս պայդրությամբ գայսեն ունեն երկու ընտրություն կամ ծառայում են կամ քրեական պատասխանատվության են ենթարկվում, փաստացի եթե անցած տարի օրինակ մարդը խուսափել է ծառայությունից եւ այս տարի գալիս է ներկայանում է ինքը ծառայում է 1.5 տարի արդեն տվյալ պահին գործող օրենքով թե պետք է ծառայի 2 տարի, այս հարցն է հետաքրքիր, շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Տարբերությունը այս օրենքի եւ 21 նախանցած տարի 2024 թվականի փետրվարին իմ կողմից շրջանառված եւ ընդունված օրենքի հետեւյալն է, որ այն ժամանակ անցումային դրույթ կար, որ օրենքից կարող են օգտվել, օրենքի ընդունման պահին 27 տարի լրացած անձինք, ինչպես նշեցի իմ ելույթում, այսպես ունենք 1200-ից ավել տղաներ, ում 27 տարի լրացել է 2024 թվականի փետրվարից հետո։ Այսինքն փաստացի նրանք չեն կարողանում օգտվել օրենքից, նրանց ենք տալիս օրենքից օգտվելու հնարավորություն, ինչ վերաբերվում է հետախուզվող անձանց, եւս մեկ անգամ ասեմ, այն անձինք, ովքեր հետախուզման մեջ են գտնվում 18-ից 27 տարեկան հասակում, եթե հայտնաբերվեն կամ կամովին ներկայանան, պետք է գնան ծառայության կամ դատապարտվեն, 27-ից 37 տարեկան հասակում վերադարձողները պետք է կամ վճարեն կամ ծառայեն կամ էլի դատապարտվեն։ Իսկ այն անձինք, ովքեր օրինակ անցած զորագոչին խուսափել են եւ կգան հիմա կգնան ծառայության, օրենքը ասում է հետեւյալը, որ պարտադիր զինվորական ծառայությունը Արական սեռի քաղաքացիների համար 2026 թվականի հունվարի 1-ից 1.5 տարի է։ Այսինքն նրանք կգնան ծառայության 1.5 տարի ժամկետով։ Չէ, օրենքի մեջ հստակ նշված է, որ 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծառայությունում։ Եթե նրանք ունեցել են տարկետում կամ խուսափել են կամ որևէ ճանապարհով չեն ծառայել, հիմա գան արդեն ծառայելու են, այո, 1.5 բացառությամբ 27-ից 37 տարեկանների մասով։ Շատ լավ։